Այդ ուղղությամբ լուր, հանդարտ, հանգիստ դիվանագիտական աշխատանք արվում է, բայց ես կասկած չունեմ, որ այդ խաղաղաձայնագիրը կստորագրվի։ Խոսքը Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու մասին է։ Լինի դա ապրիլին, հունիսին, սեպտեմբերին, թե մեկ այլ ամիս։ Լրագրողների հետ ճեպազրույցում երկրի ղեկավարն ընդգծեց. հիմա շատ ավելի հստակ է Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների համընկնումը, որ խաղաղության համաձայնագիրը դեռևս ընդամենը նախաստորագրված լինելու պայմաններում անգամ խաղաղությունը հաստատված է։ Մենք հիմա խոսում ենք խաղաղությունը ամրապնդելու եւ խաղաղությունը հետ շրջելու անհնարինության մասին։ Եվ այս առումով կարևոր են ներքաղաքական process-ները թե Հայաստանում, թե Ադրբեջանում կարևոր, որովհետև Հայաստանում էլ կան ուժեր, ենթադրում եմ Ադրբեջանում էլ կան, ճիշտն ասած Ադրբեջանի ներքաղաքական կյանքին շատ մանրամասներով ծանոթ չեմ, ովքեր այդքան էլ գոհ չեն խաղաղությամբ եւ պիտի փորձեն հետ շրջել խաղաղությունը։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս պետք է տեր կանգնենք հաստատված խաղաղությանը եւ այն դարձնենք անշրջելի։ Այդ խաղաղությունն ամրապնդելու ու նաև փոխադարձություն ապահովելու նպատակով էլ Հայաստանի ղեկավարն Ադրբեջանին առաջարկում է հաղորդակցության ուղիներ։ Հայաստանը փաստացի օգտվում է Ադրբեջանի երկաթուղուց։ Ադրբեջանն էլ ճիշտ կլինի, որ Հայաստանի ճանապարհներից օգտվելու հնարավորություն ունենա։ Մի անգամ առաջարկել ենք Թուրքիա-Ադրբեջան հաղորդակցությունը, հիմա առաջարկում ենք Կողմնիձորից երասխով Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախճեվան ինքնավար հանրապետության միջև եւ հակառակողությամբ կապը ապահովել, մանավանդ որ Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների պայմաններում ոնց որ թե հարավով այդ կապի հետ կապված խնդիրներ կա։ Անդրադառնալով հաղորդակցությունների թեմային եւ Ադրբեջանում ու Թուրքիայում եղած այն ընկալումներին, թե Հայաստանը կարող է փորձել ձգձգել գործընթացը։ Ինչի համար պետք է Հայաստանը փորձի ձգձգի։ Մենք ընդհակառակը ուզում ենք րոպե առաջ այդ խնդիրը լուծվի։ Րոպե առաջ, առանց չափազանցության րոպե առաջ։ Որովհետեւ դա ֆունդամենտալ կարևոր հարց է մեր այսօրվա եւ ապագայի ճարտարապետությունը իրականացնելու տեսակետից։ Հայաստանի վարչապետը Եվրոպական խորհրդարանում թրիփի մասին ասել էր. առաջիկայում Հայաստանն ու ԱՄՆ-ն կստորագրեն համապատասխան համաձայնագիր եւ նախագծի գործնական մեկնարկը կտրվի։ Իսկ բուն շինաշխատանքների ինչ ժամկետ է նախատեսվում ու հնարավոր է դա հետաձգվի Իրանում ռազմական գործողությունները հաշվի առնելով։ Փաշինյանի դիտարկմամբ հիմա թրիփը Միացյալ Նահանգների առաջնահերթություններից չէ։ Որովհետեւ տեսնում եք ինչ է կատարվում եւ ինչով են զբաղված, այդ ցավոք հավանականությունը մեծ է, որ process-ների վրա ժամանակի առումով կազմի, որովհետև նույն մարդիկ, ովքեր, այսինքն հիմա Ամերիկայի կառավարությունը կենտրոնացած է այդ խնդրի վրա, բայց իհարկե եթե կպարզվի, որ չի ազդի, ավելի լավ։ Նախատեսվում է, որ այս ամիս պետք է հրապարակվի նոր սահմանադրության տեքստը։ Վարչապետի դիրքորոշումը նույնն է, անկախության հռչակագիրը պետք է դուրս գա նախաբանից։ Պատասխանը դրական էր։ Այո, ոչինչ չի փոխվել։ Նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետքա չլինի։ Եվ ասեմ ինչու։ Որովհետև անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել։ Եվ թե ինչ նկատի ունեմ, հիմա շատ չմանրամասնեմ, նախորդիվ անկախության հռչակագրի օրվա նվիրված իմ ուղերձներում ես իմ դիրքորոշումը մանրամասն արտահայտել եմ։ Փաշինյանը պարզաբանեց նաև, թե ինչու է պնդում, որ կտրիչ Ներսիսյանն ու նրա խումբը ստանձնել են պատերազմի առաջնորդությունը։ Ես գնում եմ պատարակների եւ տեսնում եմ, որ պատարակի ժամանակ, օրինակ, ընդ որում պատարակի տեքստում այդպիսի բան չկա, ասենք պատարակի տեքստից շեղվում են եւ ասում են, հղում են անում Արցախի հանրապետություն եւ այլն, շատ լավ հասկացան։ Եկեք բոլորը սկսենք ենթադրենք, հղում ենք անում Արցախի հանրապետություն, դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Այսինքն հղում ենք անում բոլոր Արցախի հանրապետություն եւ այլն, դա նշանակում է նախ կոնֆլիկտ, հետո եթե այդ տեսությունը մենք ворթեգրում ենք, այդ տեսության ворթեգրման ճանապարհին պետքա գնալ կոնֆլիկտի։ Բա ո՞նց ենք լուծում։ Դա նշանակում է ամեն այդպիսի նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ։
Վարչապետը հիշեցրեց նախկինում քանիցս արած հայտարարությունը՝ Ղարաբաղյան շարժում չկա։ Ամեն անգամ, երբ որ խորանից ասենք հղում են անում, երբ որ ամեն ամբյորնից ասում են Արցախի հանրապետություն, այդ պատերազմի բան է, պատերազմի ճանապարհին ոտք դնելա։ Ամեն անգամ մենք տենց ասում ենք, Ադրբեջանն էլ իր հերթին իր խոսույթն է զարգացնում։ Այդ որ ասում են վերադարձի, ինչ վերադարձի, որտեղի վերադարձի։ Կա փախստականների վերադարձի թեմա, Ադրբեջանն է նույն ձևի նույն թեման է առաջ քաշում։ Այդ թեմաները զարգանալու են, բախվելու իրան դառնան պատերազմ։ Այսինքն ձեզ թվում է նախին պատերազմները տենց ինչ որ բոլորը վեր են կացել ասել պատերազմ, տենց հումանիտար, շատ անմեղ թեմաներից սկսել են մի քար, մի հուշարձան, շատ կարևոր։ Հաստատեց տարածվող տեղեկությունը, թե Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը ազատման դիմում է գրել իր ցուցումով։ Այն բանից հետո, երբ փետրվարի սկզբին Հայաստան այցելած ԱՄՆ փոխնախագահ J.D. Vance-ին արցախյան հակամարտության մասին գիրք է նվիրել։ Պարզաբանեց, եթե որևէ առանձին քաղաքացի իրավունք ունի ասել ինչ ուզում է, Պաշտոնյան չի կարող կառավարության որդեգրած քաղաքականությունից շեղվող գործունեություն ծավալել։ Երբ երկրի վարչապետը հայտարարում է, որ Ղարաբաղյան շարժումը պետք է դադարեցնել, որևէ պաշտոնյա չի կարող շարունակել այդ շարժումը։ Հայաստանի այն պետական պաշտոնյանը, որ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակասող բան կասի, պետք է ազատվի աշխատանքից, այդտեղ ինչ թեմա կա։ Այսինքն մենք պետություն ենք, թե սա բան է, ինքնագործ խմբակ է, որտեղ մեր ստեղծագործական պոտենցիալն ենք բանանում, փորձարկում։ Սա պետություն է, հարգելիներս։ Սա պետություն է, հստակ իր կառավարման տրամաբանությամբ եւ պետական համակարգով։ Կա պետություն արարողակարգ, հասկանում եք, ել եմ ասում, հերիքան մենք մեր երկրին վերաբերում ենք որպես ինքնագործունեության խմբակի։ Ես չեմ կարող տենց բան թույլ տամ, որովհետեւ պետության թիվ 1 պատասխանատուն եմ։ Իշխանությունը ընդդիմությանն է մեղադրում պատերազմ հրահրող գործունեության համար։ Ինքն էլ իր հերթին է մեղադրվում երկրում ամենաշատ պատերազմների ու էսկալացիաների համար։ Փաշինյանը հակադարձում է նախորդ տասնամյակներում ռազմավարությունը եղել է դա ձգձգելը, պետությունը քամելով։ Աստիճանաբար կիսապետությունից դարձել է 1/4 պետություն ու այդպես շարունակվում էր։ Բայց այնուամենայնիվ այդ տարիների ընթացքում հազարավոր զոհեր են եղել։ Վերջին պատերազմներն այն գինն է, որ Հայաստանը վճարել է իրական անկախության համար, քանի որ ոչինչ անվճար չի լինում։ Այդ ամեն ինչի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը ձեռքաբերել անկախություն եւ առիթ ունեցել եմ ասելու, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը պետություն է ավելի քան երբևէ, անկախ է քան երբևէ, ինքնիշխան է քան երբևէ, խաղաղ է քան երբևէ, զարգացած է քան երբևէ եւ ունի մեծ հեռանկարներ քան երբևէ։ Անդրադառնալով Հայաստանում թմրամիջոցների տարածվածության մասին հարցին, վիճակագրությունը ցույց է տալիս, որ 2018-ից 2024 թվականներին աճ է արձանագրվել 158%-ով։ Իսկ ինչի աճ, հարցնում է վարչապետն ու պատասխանում՝ բացահայտումների։ Արձանագրվել է բացահայտումների 158% աճ, որովհետև եթե բացահայտումների աճ չլիներ, մենք այդ դեպքերի մասին պարզապես չէինք իմանա։ Եվ դա ընդհանուր առմամբ խնդրեմ է, դուք տեղյակ եք, որ մենք նաև անվտանգության խորհրդի նիստերում ենք այդ թեմաներով անդրադարձել եւ ռազմավարության հետ կապված հայտնի իրադարձությունները գիտեք եւ մենք անդադ խոսում ենք դրա մասին, բայց պետք է այդել արձանագրենք, որ սա գլոբալ երևույթ է, այնպես չէ, որ Հայաստանում մի առանձին վերցրած իրավիճակ է զարգանում։ Ամեն դեպքում դա չի նշանակում, թե կառավարությունն անհանգստացած չէ։ Ըստ վարչապետի պայքարի միջոցներից են 300 դպրոց նախագիծը, կառուցվող խաղահրապարակները, ֆուտբոլի դաշտերը եւ այդօրինակ հնարավորությունները, որ երեխաները ավելի շատ կենտրոնանան ստեղծարար զբաղմունքների վրա։ Իհարկե իմ ընկալումը նաև այն է, ես ուզում եմ ուղղակի ձեզ ասեմ, եւ ես դենց հանձնարարական տվել եմ մեր իրավապահ մարմիններին, որ մենք պետք է կենտրոնանանք խոշոր ներկրումների եւ արտադրության վրա, որովհետեւ եթե ես չգիտեմ էլ մի պակետում ինչքան է առնում, ասենք չգիտեմ 0.00 չգիտեմ քանի գրամ, այսինքն եթե պատկերացնենք մի տոննա բան կա, թմրանյութ կա, ինքը բաժանված է հազարավոր, տասնյակ հազարավոր պակետների, եթե մենք սկսենք վազել այդ մի գրամանոց պակետների հետևից, այդ ուշազբաղ կլինի մեր իրավապահ համակարգը, մենք պետք է գնանք գտնենք խոշոր ներկրողներին եւ արտադրողներին։ Փաշինյանի տեղեկությամբ 1 տոննա կոկաինի գործը փոխանցվել է դատարան։ Աննա Զախարյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։